Հիմա անցնենք հաջորդ հարցին, անցնենք մեկ այլ հարցի, որը բավական աչքի ընկնող է եւ թերթերը տպում են, ինչպես նաեւ, որ ինչ կեղտոտ գործերի մեջ են Նիկոլի արդեն եղբոր տղաները, Նիկոլի Թալանը բացի եղբոր տղաները, Հայաստանի Հանրապետության Իջևանում ապրող, ողբալի վիճակում, ապրողներ, մի հատ փուճուր տան վրա, Նիկոլ Փաշինյանի եղբոր տղա Ստեփան Փաշինյանը, որը Հայաստանում գտնվում էր որպես падգամավոր, դարել է հսկայական միլիարդատեր եւ Ուկրաինայի Չերկասի քաղաքում հիմնել է Չերկասի ֆուդը, Չերկասիում Հայաստանի հյուպատոս, ոնց որ Նարեկ Ղազարյանի Չերվուդ ընկերության անունը դրել են որ Չերկասի ֆուդ եւ նրա ղեկավարի տղայի Նարեկ Ղազարյանի հետ 50% սրանն է, 50% նրան է։ Պլյուս դրան Հայաստանում ունեն հիմնած ֆիրմա, որը կոչվում է, տեսեք մարդիկ գրանցել են ընդամենը 5 միլիոնի օգուտ, այնտեղ միլիարդների շինարարություն են անում, Ժորժ ջան, դուք հասկանում եք, չէ՞, միլիարդների շինարարություն, ինչքան է մի հատ 23 հարգանի շենքը։ Մի քանի շենքեր են կառուցել։ Ինչ արժի մեկ 23 հարգանի շենքը, կապ չունի Ուկրաինայի հետ, թե չէ։ Ինչ արժի է շենքը։ Հասցեները, շահագործման հասցեները, գրանցման թուղթ են տվել Չերկասիում, բայց իրանք այդ քաղաքի հետ հասցեով չեն մնում, Կասացկայա 9-1։ Նրանք իրականում մնում են ուրիշ հասցեում եւ այդ ամբողջ գործողությունները Գրիշևսկու 110-ը, որ շահագործման հանձնել, ոբշե, այս գործերը տեղացիների հետ սև գործ անելով եւ մի քանի հատ շենք է սարքում, հեսա Տոբիչևի նրբանցք 4 հսկայական շենքեր, բոլոր նկարները կա, կարամ ցույց տամ, այսպիսի շենք, այսպիսի բարձրահարկ շենք, էս էլ ձեզ բարձրահարկ շենք, էս էլ ձեզ եւս մի բարձրահարկ շենք, այ մարդ sense բան ոնց կլինի, հյուպատոս են նշանակել, փաստորեն հյուպատոս նշանակում է ինչ, հյուպատոս նշանակում է որ Հայաստանի փողերը լվացող, հյուպատոսը պետք է անձնագրային գործով զբաղվի, ով է թույլ տվել հյուպատոսին գնա շինարարության գործ իր տղեն ու Սիփանը փողեր լվալով, բացի դրանից Հայաստանի Հանրապետությունում 50% բաժնետոմս ունեն, Սաշիկն է ստառը, բոլորի հետ 50% է Սիփան, 50% բաժնետոմս ունի X-Sip Ed, երևի X չգիտեմ ով է, Սիփան ինքն է այդ ՍՊ-ում, որի տեսակն է սննդի կազմակերպումը, բացի նրանից նրա կինը Էլեն Միքայելյանը 50% փայ ունի էլ Travel ակումբում, էլի փայ ունի աշխատել է Յունիբանկի համակարգչային ադմինիստրատիվ կոմունիկացիաների վարչության պետ, թե ինչ է նշանակում, տես post, ինչքան post է հիշեք, երկար է գրվում ժողով, այդքան տակի ապրանքը ավելի թափոն է, բայց թե փողեր են ստացել, հա, բայց իրանք ընդհանրապես Հայաստանում հայտարարագրել են, որ ունեն 2 միլիոն դրամ, Ժորժ ջան, 2 միլիոն դրամը $4000 է, այսքան փողի մեջ ո՞նց են կարացել իրանք շենքեր սարքեն, հա, ո՞նց են կարացել իրանք շենքեր սարքեն, նույնիսկ գրածա, որ ՎՏԲ բանկում էլ ունեն ավանդ, ընդամենը 8 միլիոնի, Ժորժ ջան, ես մեծ հարց եմ տալիս ձեզ, ո՞նց է լինում, որ հետո ասում եք Բաքոչը, Վասերժը, բոլորն են, նույն թալան չին, ո՞նց է կատարվում սենց, որ ամեն մեկը իր հերթին թալանում է։ Միլիոնների թալան են անում, տանում են, հիմա լցում են Ուկրաինա եւ այլն, այ դրա համար էլ Բուչա գնացել, Նորքի թաղապետ գնացել էր անունը դրել էր Բուչաչա, դու է գնացել էր Չերկասիում, տեներ աղբերդ ոնց է շենքեր սարքում, հա, նույն թալանը կատարվում է Արամ Սարգսյանի թիմը, ամենտեղ մարդ է դրել Երևանի մեջ 200 միլիոն, 400 միլիոն, 500 միլիոն, 600 միլիոն դրամների բանը շինություններ չկա, գոյություն չունի, մանկապարտեզա ճանապարհա գործան այսա։ Հենա գրում են թալանչիների համար մեկ գիծ ես եկե, արամ, քույրիկ։ Բա հետո վերջը ո՞նց ես անելու։ Սրա տակից ո՞նց եք դուրս գալու բոլոր, դա։ Հերիք չի դուք եք թալանում, ձեր աղբոր երեխեքին էլ արդեն տարել եք ընդ հյուպատոս եք նշանակել, հարց եմ տալի Չերկասիում Հայաստանի հյուպատոսի ինչ անում։ Որևէ մեկը Չերկասից էլ տղեկ ջան, զանգիկ ասեք Հայաստանի Չերկասի հյուպատոսի ինչ անում։ Չերկասիում ինչքան հայ կա, կարաս ասես, հյուպատոս, լավ, դու տեղյակ ես Բուկովինայի հայերի մասին, ինչ ես անում, դու Բուկովինայի հայկական եկեղեցի եղել ես, ինչ ես անում, մի հատ էջը բացեք, տեսեք, հյուպատոսը ինչով է զբաղված, հյուպատոսը ընդհանրապես ինքը ինչ անում, ինքը անձնագրային եւ այլ հարցեր է լուծում ինքը պետության հետ, հյուպատոսը դեսպան չի, ոչ մի բան չի, ինչ պիտի անի հյուպատոսը հայերի հետ կապված, ինչ անում Չերկասիում, հələ բացեք տեսեք Չերկասիում հյուպատոսը ինչ անում, գնում է մի հատ բարևատալի եկեղեցիում, հա մի հատ զատիկի է գնում ուտել խմելու գալիս է ու սկսում է շենքեր սարքել